Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նորանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ պարոն Տիգրան Խզմալյանի հետ։ Ողջունում եմ պարոն Խզմալյան, շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Արդեն մի քանի օր է եւ մամուլը եւ հասարակությունը քննարկում են, վիճում են հետևյալ հարցի շուրջ. ով է այդ Կոնստանտին Սոկոլովը, ով ղեկավարելու է 3+ զարգացման հիմնադրամը պետդեպի Միացյալ Նահանգների։ Ես գիտեմ, որ դուք եւս ձեր խոսքն եք ունեցել, ձեր կարծիքն եք ունեցել, եւ այժմ ես կխնդրեմ, որ դուք կիսվեք ձեր կարծիքով եւ եթե կարողացել եք պրպտել եւ դուրս բերել եւ մեզ ներկայացնել, թե ով է այնուամենայնիվ Կոնստանտին Սոկոլովը, կխնդրեմ, որ ներկայացնեք, համեցեք։ Կոնստանտին Սոկոլովը դա ռուս օլիգարխ է, միաժամանակ ամերիկացի, ինչու եմ ես համարում նրան ռուս օլիգարխ, որովհետև մինչև օրս մենք գիտենք իր անունը շատ յուրահատուկ ենթատեքստում, նա սեփականատերներ կամ սեփականատերներից մեկը MTS Viva Cell Rostelecom տեղեկատվական բջջային կապի կապուղիների մի ամբողջ ոլորտի, որոնք առաջ պատկանում էին Wimpelcom ռուսական հատուկ ծառայությունների հետ կապված, դա ակնհայտ է, դա անքննելի է, մի ընկերություններին, ավելի ճիշտ դա պետական մենաշնորհ էր, որը ռուսները ինչպես եւ Գազպրոմը, ինչպես եւ Ռոսնեֆտը, ինչպես եւ երկաթուղիները դրել են Հայաստանի վրա որպես լուծ։ Եվ մենք տեսնում ենք, որ ժամանակ առ ժամանակ ռուսները գերադասում են փոխատեղում կատարել եւ ենթադրենք ինչպես վերջերս պատահեց Թեղուտը նույնպես հիմա 49%-ով պատկանում է մի ընկերությանը, որը ղեկավարում է նույն Կոնստանտին Սոկոլովը։ Երևի մարդիկ գիտեն ինչի մասին է խոսքը, ես մի անգամ սկսեցի ոչ թե նկարագրելուց, թե ինչ է կատարվել։ Իսկ կատարվել է մի շատ կարևոր զավեշտալի բան, որը մեր մտահոգություններ շուրջ 1 տարի, 11 ամիս, ինչ 25 թվականի օգոստոսին ստորագրվեց TRIP-ի պայմանագիրը, Եվրոպական կուսակցությունը վերապահումներ էր արտահայտում եւ դա թանկ նստեց մեզ վրա, որովհետեւ օրինակ Եվրադաշինքի մեր գործընկերները կարկառուն ջատագովն են TRIP-ի, որն են մեր անհանգստությունները, մտահոգությունները, վերապահումները։ Եկեք ուշադրություն դարձնենք, որ երբ մեզ ասում են, որ դա Միացյալ Նահանգներն են, որ Միացյալ Նահանգները դառնում են մեր ռազմավարական դաշնակիցը, երաշխավորը, մեր անվտանգությունն են ապահովում, դա այդպես չէ, որովհետև Միացյալ Նահանգները ստորագրել են դա որպես վկա, իսկ գործարքի մասն է կազմում մասնավոր ընկերությունը, որին երաշխավորում է պետքարտուղարությունը։ Եվ հայ-ամերիկյան է այն։ Այո, հայ-ամերիկյան է։ Եվ մենք տեսնում ենք, որ հայ-ամերիկյան գործարքի մեջ հիմա որպես գործադիր տնօրեն արդեն ոչ թե հայ-ամերիկյան, այլ ռուս-հայկական, հայ-ռուսական կամ պարզապես ռուս-ամերիկյան շատ տարօրինակ ծագումով եւ ծագումը ես նկատի չունեմ իր էթնիկ ծագումը, նա հրեա է, բայց դա տվյալ դեպքում այդքան էլ էական չէ։ Էական է այլ բան, որ նա Հայաստանում ներկա էր եւ ներկայացնում էր ռուսական գաղութային ժառանգությունը, որովհետեւ եւ Թեղուտը, որը պատկանում էր ՎՏԲ բանկին, իսկ դա Ռուսաստանի գլխավոր բանկերից մեկն է, եւ Զանգեզուրի բնզամոլիբդենային կոմբինատը, որի սեփականատերներն էին նույնպես ռուսները, եւ բջջային կապի ոլորտները, այդ ամենը եւ շատ այլ բաներ, հանքերը, բանկերը պատկանում են եւ վերահսկվում են Ռուսաստանի կողմից եւ այդ ոլորտից մարդը, որը նվիրաբերում է $12 միլիոն Թրամփին իր պարասրահին, ստանում է այսպիսի արտոնություններ։ Այսինքն ես այստեղ տեսնում եմ մի ախտորոշում,
Հայաստանը ոչ այնքան քաղաքական, որքան ավելի շատ օլիգարխիկ խաղերի մեջ է մտել է որպես պետություն եւ կարևորագույն որոշումները շատ զգայուն իրականացվում են մարդկանց շատ նեղ շրջանակի կողմից եւ մի բան, որը վերաբերվում է մեր ճակատագրին, մեր պետականությանը, մեր երեխաների ապագային, մեր պետականության ապագային, կախված է անհասկանալի մարդկանցից եւ որոշումները ընդունվում են ծածուկ, անհասկանալի, ոչ թափանցիկ, ոչ վերահսկելի, հասարակության համար անհասկանալի ձևով։ Ես դրա մեջ տեսնում եմ մեծ վտանգ, որովհետև իրականում մենք տեսնում ենք, որ կան պետություններ, որոնք շատ ավելի լավ են հասկանում են այդ իրավիճակը, քան հասկանում է դա հասարակությունը։ Օրինակ Ալիևը։ Եվ բոլորովին պատահական չէ, որ այդ նշանակումից օրեր առաջ, ժամեր առաջ Ալիևը կտրուկ անջրպետ է քաշում իր եւ Եվրոպայի միջև, դուրս բերելով Ադրբեջանը եվրոպական կառույցներից, արդեն իհարկե իմանալով նրան հստակ ասել են ով է նշանակվում, ինչ եղանակով է նշանակվում Տրիպի վերահսկողության Ալիևը ժամանակին ասել էր Տրիպի մուտքը եւ ելքը գտնվում է Ադրբեջանի տարածքում, նկատի առնելով զավթված Արցախը եւ 100 տարի առաջ զավթված Նախիջևանը։ Այսինքն ասեց նա, մեր ամերիկյան գործընկերները ոչ մի գաղտնիք մեզնից չունեն այս հարցում։ Հետևաբար նա թափանցիկ ակնարկել է, որ նա ոչ միայն տեղյակ է, այլ միգուցե նաև մասնակից է այս ընտրությանը։ Ինչու է սա վտանգավոր մեզ համար, որովհետև Ալիևը շարունակում է հետևողականորեն իրականացնել մեզ համար անչափ ծանր մի նախագիծ մեզ համար որպես պետության համար, որոնք իրենք արդեն անթակուց անվանում են Իլհամ Ալիևի անվան Զանգեզուրի միջանցք, այդ տրիպը դա խիստ ժամանակավոր է, դա Թրամփին հանգստացնելու, քնացնելու համար է։ Եվ երբ որ մեզ հարցնում են, «Էս ինչ է, դուք ուզում եք ասել, որ դուք դա հասկանում եք, իսկ ամերիկացիները չեն հասկանում»։ Գիտեք, վերջերս Նեթանյահուն էր ասել Թրամփին, որ գիտեք Էրդողանը, պարոն Թրամփ, ձեզ խաբում է։ Ես Նեթանյահուն չեմ, իսկ Ալիևը Էրդողան չէ, բայց Թրամփը Թրամփ է։ Եվ մենք տեսել ենք ինչպես Ալիևը կարողացավ խաբել Պուտինին 20 թվականից մինչև հիմա, գերազանց օգտագործելով բոլոր այն նրբությունները, որոնք նա ճշգրիտ տեսավ, կարդաց, որովհետև նրանց մոտ գործում են ինստիտուտներ, որովհետև դեռևս 20-30 տարի առաջ նրա հայրը Ալիևը լավագույն երիտասարդներին ուղարկում էր սովորելու լավագույն արևմտյան համալսարաններ, Princeton, Harvard, Stanford, եւ իրենք ստացան ինստիտուցիոնալ բյուրոկրատիա, որոնք շատ լավ կրթություն ունեն, ես մի փոքր ծանոթ եմ այդ շրջանակներին, երազանց խոսում են անգլերեն, ունեն կապեր եւ նրանց համար շատ ավելի հասկանալի է անցուդարձը միջազգային, քան այն մարդկանց համար, ովքեր ընդունում են նման որոշումներ Հայաստանում։ Ես այդ կապակցությամբ վերջերս մեջ բերեցի Chandler Good Governance միջազգային քաղաքագիտական կազմակերպության մի հետաքրքիր սանդղակ, դուք եք կարծեմ նկատել դա, որտեղ աշխարհի երկրները տրոհվում են, բաժանվում են եւ գնահատվում են ավելի ճիշտ կառավարման արդյունավետության տեսակետից եւ այնտեղ ցնցող մի բան տեսա։ Մեկ կետը վերաբերվում է հեռանկարային ռազմավարական տեսլականներին երկարաժամկետ տեսլական է կոչվում։ Երկարաժամկետ long term concept, այսինքն քաղաքական ռազմավարություն եւ Հայաստանին 133 երկրներից այնտեղ տրված է 112-րդ տեղ, այսինքն
Հայաստանը, որը համարվում է ժողովրդավարական կամ կիսաժողովրդավարական երկիր, որը ձգտում է Եվրամիություն եւ այլն, տրված է ամենացածր գնահատականը։ Դա երկարաժամկետ տեսլական է, այստեղ եթե կարելի է ես ներկայացնեմ Ադրբեջանը որերորդ տեղում է եւ Վրաստանը։ Այո, ասեք Վրաստանն այդքան էլ էական չէ։ Չէ, Վրաստանն էլ, որովհետեւ կան այլ ուրեմն ցուցիչներ եւ այդտեղ բոլոր տեղերում Վրաստանը առաջին տեղում է։ Եվ այսպես երկարաժամկետ տեսլականի տեսանկյունից 133 երկրներից 5-րդ տեղն է գրավում Ադրբեջանը, 32-րդը Վրաստանը, մեջտեղն է, այսպես ավելի բարձր է Վրաստանը մեջտեղից, եւ 112-րդ տեղը Հայաստանը։ Սա ինչպես կարելի է սա բացատրել։ Սա կարելի է բացատրել միայն մեր քաղաքական տեսլականի բացակայությամբ, ռազմավարական տեսակետից։ Ես իհարկե չեմ ասում, որ Chandler Good Governance-ը դա ճշմարտության վերջին ատյանն է, բայց դա բավական օբյեկտիվ քաղաքագիտական գնահատական է, որը իր մեջ ներառնում է բազմաթիվ չափանիշներ։ Եվ նրանք տվյալ դեպքում չեն գնահատում ժողովրդականությունը, մարդու իրավունքները եւ մնացած եվրոպական շռայլությունները։ Նրանք տեսնում են, որ կան պետություններ, որոնք դնում են նպատակ եւ հասնում են դրան։ Եվ ցավոք սրտի, փաստորեն 100 տարի շարունակ Ադրբեջան կոչվող պետությունը, որը ստեղծվեց մոտ 1 դար առաջ, հետևողականորեն շարունակում է հասնել իր նպատակներին մեր հաշվին։ Եվ այդ գործընթացը ավարտված չէ։ Ես բարձրացրեցի այդ հարցը, որովհետև հենց այս օրերին, երբ շատերը գնում են արձակուրդ, հուլիս-ավգոստոս ամիսներին վտանգ կա, որ կընդունվեն նոր շատ վտանգավոր եւ ցավոտ որոշումներ անկլավների վերաբերյալ։ Եվ դա ել ավելի կբարձրացնի ցավոք սրտի Ադրբեջանի տեղը այդ երկարաժամկետ քաղաքական տեսլականների, այսինքն քաղաքական ռազմավարական գնահատականը, իսկ մերը 113-ից ել ավելի քիչն է մեր տարածքի, մեր շահերի, մեր ժողովրդի հաշվին։ Անկլավների հետ կապված կան արդեն ակնարկներ, բայց դեռ հստակ չէ այդպիսի ակնարկներ անդադ լսել ենք, այդ հարցը հիմա չենք կարող քննարկել, որովհետև նյութը քիչ է ակնարկներից բացի, բայց վերադառնանք այդ Triple+-ին եւ այդ Սոկոլովին եւ այդ բոլոր վտանգներին, որի մասին դուք խոսում եք եւ դուք ինքներդ իմ փոխարեն այդ հարցը տվեցիք, մենք տեսնում ենք, հասկանում ենք, Թրամփը չի տեսնում, եթե անգամ դուք ասում եք, որ Նետանյահուն նրան մատնացույց արեց, ասես տես ձեզ քեզ օրինակ Էրդողանը խաբում է, համարենք դուք դա փորձեցիք պատասխանել, որ Թրամփին կարողացել է թուրքական կամ ադրբեջանական կողմը, ու ես կարծում եմ թուրքականի եւ Նետանյահուի միջոցով խաբել։ Դուք կարծում եք խաբված է դա, թե դա այնուամենայնիվ Թրամփն էլ է այդպես տեսնում ղեկավարումը այդ 42 կիլոմետրի։ Կանցնեն հաշված ամիսներ, որովհետև 1.5-2 տարի, ինչքան է մնացել Թրամփին, դա մեծ ժամկետ չէ պատմության համար, քաղաքականության մեջ։ Եվ այն ինչ ես ասում էի եւ ասում եմ հիմա, կասեն շատ շատերը։ Ես որպես ընդդիմադիր ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ կաշկանդված չեմ ասելու դա, բայց ես հասկանում եմ, որ դա պետական այրերը եւ Հայաստանում եւ Եվրոպայում այդ մասին խոսում են միայն անջատված լսափողներով։ Թրամփը դա եզակի երևույթ է եւ դա մի մարդ է, որը քանդեց ավանդական քաղաքականությունը համաշխարհային եւ դրեց դրա կենտրոնում մի բան, որը Միացյալ Նահանգները երբեք որով Միացյալ Նահանգները չէին առաջնորդվում։ Մարդը դրել է իր անձնական եւ իր նեղ շրջանակի տնտեսական շահերը, որը փորձում է բերել ազգային եւ ներկայացնել որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային շահեր, բայց մենք կլսենք հայտարարակ բաներ այն մասին, թե ինչպես է նա խաղացել բորսայում
իմանալով որ ասենք նավթի գինն է իջնում կամ այսինչ տեղեկատվական ընկերությունների Լավ, դա մարդկային հատկանիշներն եք դուք ընդգծում, պետական քաղաքականությունը Միացյալ Նահանգների։ Ես չեմ խոսում մարդկային հատկանիշների մասին, ես խոսում եմ այն մասին, որ նախագահ Թրամփը քաղաքականությունը շատ հաճախ փոխարինում է տնտեսական շահերով ու երբեմն ոչ թե երկրի, այլ նեղ շրջանակի։ Եվ դա շատ արագ հասկացել են որոշ քաղաքական գործիչները։ Եվ մարդիկ, ովքեր, ինչպես օրինակ Ալիևը, ունի կամ Պուտինը Թրամփի հետ շատ հին հարաբերություններ, օրինակ հայտնի է, որ Ագալարով հայր ու որդին Թրամփի հետ ընկերություն են արել, Թրամփը նկարանվել է մի հեռուստահոլովակում Ագալարով երգչի համար, իսկ խոսքը գնում է ոչ ավել ոչ պակաս շատ ազդեցիկ Ռուսաստանում ապրող ադրբեջանցի միլիարդատերների մասին, որոնք կառուցեցին Թրամփի անվան աշտարակը Բաքվում, ոչ բոլորը Հայաստանում գիտեն, որ դա կա, այսինքն նրա տնտեսական շահերը ոչ միշտ են համընկնում անգամ Միացյալ Նահանգների ազգային շահերի հետ, հանդգնեմ ասել դա, եւ այդ առումով ավանդական քաղաքականություն այստեղ չի աշխատում, եւ հասկանալով դա Ալիևը, Պուտինը, այսպիսի օպորտունիստները շատ շտապում են եւ փորձում են եւ երբեմն իրենց հաջողվում է հասցնել իրենց նպատակներին, ինչը մենք տեսանք 2020 թվականին պատերազմի վերջին պատերազմի ընթացքում, որը համընկավ Թրամփի վերջի իշխանության վերջի ամիսներին եւ 25 թվականին նրանք նույնպես օգտագործեցին նրա PR կամպանիան, այդ խաղաղություն հաստատելու մոլուցքը, խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու։ Խաղաղության մարդ ասեց, չէ՞ Ալիևը։ Խաղաղության մարդ է։ Եվ ի պատասխան ասեց, որ իսկ դուք մեծագույն առաջնորդ եք, դուք ձեր երկիր ազատագրող ուժեղ քաղաքական գործիչ եք եւ այլն եւ այլն։ Այսինքն լեգալիզացվեց տերորիզմը, լեգալիզացվեց ցեղասպանությունը, լեգալիզացվեց կոռուպցիան, կողոպուտը, քաղաքական եւ տնտեսական։ Ահա ինչպիսի իրավիճակ է հիմա եւ տրիպի վերաբերվող զարգացումները ես ցավոք սրտի տեսնում եմ, ես կուզեի սխալվել, բայց ես մեկ տարի շարունակ տեսնում եմ եւ ամեն օր բերում է ինձ նորանոր ապացույցներ, որ դրանք առաջանում են հենց այս տրամաբանության մեջ։ Պարոն Խզմալյան, լավ, Թրամփի որոշման հետ կապված ձեր տեսակետը ոնց թե հասկանալի է։ Հայաստանը ինչու է համաձայնվում այդպիսի տարբերակին, եթե դա այդքան վտանգավոր է։ Գուցե այդքան վտանգավոր չէ, որքան դուք եք ներկայացնում։ Խնդիրը այն չէ վտանգավոր է թե չէ։ Խնդիրը այն է հեռանկարային է թե չէ։ Ես պնդում եմ, որ մեկ տարի առաջ այդ ամենը սկսվել էր բոլորովին այլ քաղաքական իրավիճակում եւ եթե մենք լուրջ ենք խոսում, մենք պետք է հասկանանք Իսրայելի դերը այդ ամեն ինչում եւ մենք պետք է հասկանանք, որ 25 թվականի ամռանը, երբ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները առաջին պատերազմն են սկսել Իրանի դեմ, ինչին դա բերեց եւ դա բերեց մասնավորապես նրան, որ արդեն աշնանը Իսրայելը համարեց Իրանի հետ հարցերը իր հարցերը լուծված մեծ հաշվով։ Այո, պատերազմը շարունակվում է, բայց հենց այս օրերին Միացյալ Նահանգները կենտրոնացնում են հենց Իսրայելում հսկայական օդուժ։ Եվ սա նշանակում է, որ առաջիկա օրերին Միացյալ Նահանգները եւ Իսրայելը նորանոր հարվածներ են հասնելու Իրանին, այսինքն Իսրայելը հասկանում է, որ այս հարցը լուծվելու է այսպես, այնտեղ ռեժիմի փոփոխություն է սպասվում, եւ Իսրայելը, որը հեռանկարային տեսլականի պետություն է, իրենք տասնամյակներով ու հարյուրամյակներով են մտածում, իրենք արդեն անցել են մյուս թիրախի, Թուրքիայի, ահա ինչու Իսրայելը որոշեց ճանաչել հայոց ցեղասպանությունը, ահա ինչու Իսրայելը Հունաստանի եւ Կիպրոսի հետ է շտապում դաշինք կապել եւ առաջարկում է այդ դաշինքում տեղ Հայաստանին, այսինքն Իսրայելը այլևս հետաքրքրված չէ Իրանը հյուսիսից
շրջափակելու գաղափարով, որը դեռ 1 տարի առաջ իր համար Իսրայելի համար կարևոր էր։ Իսկ Իսրայելի ազդեցությունը Միացյալ Նահանգների համար երևի բոլորս հասկանում ենք։ Եվ սա նշանակում է, որ փոխվել է նաև այդ TRIP աշխարհաքաղաքական եւ տնտեսական նախագծի վերջնակետը, եթե մենք նայենք, իսկ որտեղ պետք է տաներ TRIP-ը, Եվրոպայից արևմուտքից դեպի ուր, դեպի Ղազախստան, Ադրբեջան, Թուրքմենիա, ոչ, դեպի Չինաստան։ Եվ 1 տարի առաջ, 1.5 տարի առաջ, երբ Թրամփը դեռ այցելում էր Սի Ցզինպինին եւ ասում էր, առաջարկում էր նրան դաշինք ռազմավարական, Սի Ցզինպինը մերժեց դա։ Մենք հիշում ենք եւ այս ամենը ուղիղ կապ ունի Հայաստանի եւ ուղիղ կապ ունի TRIP-ի հետ։ Հիմա TRIP-ը այլևս կորցրեց Չինաստանի տնտեսական կարիքները սպասարկելու իր ներուժը։ Բացի դա, Չինաստանը երբեք էլ դրա կարիքը չուներ, որովհետեւ վաղուց արդեն կառուցված է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան երկաթուղին, որը հենց Չինաստանի բեռների համար էր, եւ այդ Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը, կներեք, ես ասեցի Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան դա զուգահեռ անցնող գազամուղ ու նավթամուղն է, եւ այդ Կարսի ճանապարհը 10-15%-ով է ընդհանրապես բեռնված։ Այսինքն դա չի օգտագործվում։ Ուրեմն սա տնտեսական նախագիծ չէ TRIP-ը։ TRIP-ը, որը կառուցվում է, երբ կա TRIP-ի փոխարեն վաղուց արդեն կառուցված Բաքու-Թբիլիսի-Կարս, մերոնք չեն արցնում, իսկ ինչի են սրանք TRIP-ը ուզում կառուցել։ Ու միաժամանակ զուգահեռ կառուցում են Հայաստանը շրջանցող երկաթուղի, որը ոչ թե Գյումրիով է մտնում Նախիջևան, ինչը կա այդ երկաթուղին, եւ ընդամենը պետք է վերանորոգվի մի թեթև, այլ կառուցում են 3 միլիարդ դոլար արժողությամբ Թուրքիայի տարածքով, որովհետեւ իրենք բոլորովին նպատակ չունեն Հայաստանը ներգրավվել այս նախագծի մեջ։ Սա Հայաստանը շրջանցելու, սա Հայաստանը մեկուսացնելու եւ Հայաստանին մշտապես սպառնալու նպատակ ունեցող նախագիծ է։ Ահա ինչ եմ ես ասում, եւ Միացյալ Նահանգները հիմա բոլորովին չեն ցանկանում Չինաստանի հետ որևէ կապ ունեցող երկաթուղի ֆինանսավորել։ Սա մնում է ուղղակի Թուրքիա եւ Ադրբեջանը միավորող Թուրանի ճանապարհ։ Սա է խնդիրը, որին մերոնք կուրորեն շարունակում են հետևել։ Դե հարցս նա էր ինչու, պարզապես հիշեցնեմ նորից դուք ասացիք, բայց ես այս կոնտեքստում էլ հիշեցնեմ Բայրամովի խոսքերը, որ TRIP-ի ելքն ու մուտքը Ադրբեջանի տարածքն է, գտնվում են Ադրբեջանում, ուստի մեր ամերիկյան գործընկերները մեզ ամեն ինչի մասին տեղեկացնում են, այսինքն նրանք խորհրդակցում են Ադրբեջանի հետ TRIP-ի հետ կապված, խորհրդակցելու արդյունքում մենք ունեցանք սա, եւ իմ հարցն էր, ինչու է Հայաստանը համաձայնվում։ Հայաստանը գիտակցում է վտանգները, թե վտանգները չկան, համոզել են Հայաստանին, կամ Հայաստանը հնարավորություն չունի մերժելու կամ ասելու ոչ։ Այս հարցը ունի կազմված է 3 մասից։ Ես շատ հակիրճ փորձեմ բացատրել իմ տեսլականը, իմ տեսակետը։ Ես հիշեցնեմ, որ երբ որ Վենցը այցելել էր Հայաստան, նա մեկնեց Ադրբեջան մեծ պատվիրակությամբ, եւ այդ պատվիրակության կազմում էին աշխարհի խոշորագույն կոնցեռնի BlackRock ներկայացուցիչները, եւ արդեն այն ժամանակ ես ամենայն դեպս գրում էի, ասում էի, որ ուշադրություն դարձրեք, այ հիմա է որոշվում, թե ով է վերահսկելու TRIP-ը։ Դա BlackRock-ն է լինելու։ BlackRock-ը դա տրանսազգային տրանսնացիոնալ կորպորացիա է, որն ունի 13-ից 14 տրիլիոն դոլար կարողություն, որը ներգրաված է աշխարհի խոշորագույն ինֆրաստրուկտուրային ենթակառուցվածքային Պանամայից ու Սուեցից մինչև ուր ասեք, կամուրջներ, նավթային, գազային խողովակներ եւ այլն։ Եվ ահա իրենք եկել են Բաքու եւ 4 օր մնացել են այնտեղ քննարկելով այն, ինչի արդյունքները մենք լսում ենք հիմա։ Ես կարծում եմ, որ հենց այդ
Բաքվի այցի արդյունքն է այն, որ հիմա նշանակվել է մի տարօրինակ մարդ, որը ընդունել է Մոսկվայի համար, ընդունել է Վաշինգտոնի համար, ընդունել է BlackRock-ի համար եւ հետեւաբար անընդունել է Հայաստանի համար։ Անընդունել է Հայաստանի համար։ Ինչ վտանգների մասին խոսենք, լավ։ Ես պատասխանեմ այնուամենայնիվ այն հարցին, որը դուք երկրորդ անգամ տվեցիք, ինչու է Հայաստան։ Ասելով Հայաստանը մենք գործ ունենք Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վերընտրվեց վերջերս, եւ այդ վերընտրությունը ակնհայտորեն դա ասում էր եւ Պուտինը, դա ասում էր եւ Ալիևը եւ ձեր մեջ բերված Բայրամովը, դա պայմանավորվածություն էր, իրենք օգնում էին Փաշինյանին վերընտրվելու։ Շատերը զարմանում են, այդ ոնց թե Փաշինյանը Ռուսաստանի դեմ է, նա գնում է Եվրոպա, փաստորեն ոչ։ Պուտինը պատրաստում է Հայաստանից մի նոր Հունգարիա, մի տրոյական ձի, որը կունենա հարաբերություններ Եվրոպայի հետ, կստանա Եվրոպայից որոշ արտոնություններ, բայց կշարունակի սպասարկել Ռուսաստանին այնպես, ինչպես սպասարկում էր այդ արգելված պատժամիջոցների տակ գտնվող կարևորագույն ապրանքներով, մենք ձեր տաղավարում քննարկել ենք, չէ՞, որ Հայաստանը սպասարկում է Ռուսաստանին համակարգիչներով, բջջային հեռախոսներով եւ հեռուստացույցներով, չիպերով, այսինքն միկրոսխեմաներով, որոնք արգելված են եւ այլ կերպ Ռուսաստան չեն մտնում։ Այսինքն մենք այսպես դառնում ենք Ուկրաինայի դեմ, այսինքն Եվրոպայի դեմ պատերազմի մասնակից, հանցակից, եւ դա շատ ծանր է նստում մեզ վրա։ Եվ Ուկրաինան դա շատ լավ գիտի, հա ինչ Ուկրաինայում մինչև հիմա չկա, կներեք, Հայաստանում չկա Ուկրաինայի դեսպան։ Օրինակ, եւ այլն եւ այլն։ Այսինքն ինչու է Հայաստանը մասնակցում դրան, որովհետեւ սա ոչ թե Հայաստանի ազգային ռազմավարական հեռանկարային շահերն են, այն տեսլականը, որի մասին ասում է այդ միջազգային կառույցը, դա իշխանությունների նեղ շահերն են։ Ինչպես եւ Միացյալ Նահանգներում, ինչպես եւ Ռուսաստանում, ինչպես եւ Ադրբեջանում։ Այսինքն մենք մտել ենք ոչ թե դեմոկրատական կառույցների մեջ, որոնք վերահսկում են այդ ամենը։ Մենք մտել ենք օլիգարխիկ դաշտ, որտեղ օլիգարխներն են իշխում, օլիգարխներն են կանխորոշում քաղաքականությունը, տնտեսությունը եւ թրիպը։ Թրիպը դարձել է օլիգարխիկ համակարգի միջոց։ Միացյալ Նահանգներում BlackRock-ը դա Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն։ Ես ասում եմ, մենք գործ ունենք տրանսնացիոնալ օլիգարխիկ կորպորացիայի հետ։ BlackRock-ը դա Միացյալ Նահանգները չեն, դա քաղաքական կառույց չէ։ Դա իմպերիալիստական կառույց է։ Ահա ինչու իրենք շատ հեշտ գտնում են ընդհանուր լեզու եւ Պուտինի, եւ Ալիևի, եւ Էրդողանի հետ։ Ահա որտեղ ենք մենք մտել։ Եվ վերջինը, ունենք մենք այլընտրանք թե ոչ։ Այո, իհարկե ունենք։ Այդ այլընտրանքը կառուցվում էր 10 տարի առաջ, դա հյուսիս-հարավ ճանապարհն է։ Դա Եվրամիության անդամակցությունն է, հանուն որի ստեղծվեց Հայաստանի Եվրոպական կուսակցությունը։ Եվ վերջինը հիշեցնեմ, ես նոր հիշեցրեցի, որ Իրանի այս ռեժիմի հետ պատրաստվում է նոր հարված։ Որ կողմն է գնալու Իրանը։ Իհարկե դեպի արևմուտք։ Նորացվող, ազատագրվող Իրանը լինելու է հենց այն փրկողակը Հայաստանի համար, առանց որի մենք կմնանք ռուս-թուրքական կամ BlackRock-ի այդ թակարդի մեջ։ Այլ կերպ ասած, ամփոփելով այս առաջին հատվածը կամ այս թեման, ես հպանցիկ հարցս ձևակերպեցի, ասի ինչով է վտանգավոր, եկեք ես այնուամենայնիվ այդպես ոչ թե ես ամփոփեմ, այլ խնդրեմ ձեզ, ինչով է վտանգավոր Հայաստանի համար Կոնստանտին Սոկոլովի նման մարդու ղեկավարումը, ընդամենը հիմնադրամի ղեկավարն է նա, իդեպ հիշեցնենք նորից, որ նա Trip Plus հիմնադրամի ղեկավարն է, ոչ թե ինչ-որ հանցակետերի, հսկողների խնդիր է լուծում, ինչով է վտանգավոր եւ ինչով է վտանգավոր Հայաստանի համար, եւ դուք մի քանի անգամ շեշտեցիք Իրանի գործոնը, իսկ գուցե Իրանին հակառակը ձեռնտու է այդ տարբերակը։ Բաժանենք հարցերը։
Ես ոչ մի բան անձամբ չունեմ պարոն Սոկոլովի դեմ, մենք ծանոթ չենք, բայց ինչով էր օգտակար պարոն Սոկոլովը կամ պարոն Դերիպասկան կամ պարոն Տիմչենկոն, որոնք տիրում էին եւ մինչեւ հիմա էլ ոմանք տիրում են Զանգեզուրի բնզեմոլիբդենային կոմբինատում, Թեղուտում, Երկաթուղիներում, չշարունակեմ, բոլորս գիտեն, Գազպրոմում եւ այլն եւ այլն։ Հայաստանը չի զարգանում։ Հայաստանը չի զարգացնում, օրինակ, տասնամյակներով կարողանալով ստանալ գազ, նավթ եւ վերամշակել այն։ Իրանից, նույն Իրանից, որի մասին դուք խոսում եք, մենք շարունակում ենք ստանալ գազ ու նավթ Տյումենից 3000, այլ ոչ թե 300 կիլոմետր հեռավորությունից, օրինակ։ Եվ ինչով են վտանգավոր այդ մարդիկ ում անունները դուք տալիս եք։ Նրանով, որ երբ որ այդ մարդիկ են վերահսկում մեր բջջային կապը, մեր կապուղիները, մեր երկաթուղին, առաջին իսկ ճգնաժամի պահին Հայաստանը դառնում է կույր, խուլ ու համր։ Ինչպես երկաթուղին պատերազմի օրերին չէր աշխատում ռազմաճակատի համար։ Ոչ ոք չի խոսում մինչև հիմա այդ մասին, բայց մի փամփուշտ երկաթուղիով ռազմաճակատ սոտքի կայարան չէր հասցվել, ոչ մի վիրավոր զինվոր երկաթուղիով չի հասցվել։ Սա օրինակն է, ինչ է նշանակում, երբ որ մենք ունենք երկաթուղի, որը պատկանում է նման մարդկանց։ Մենք ունենք բնզեմոլիբդենային հանքեր աշխարհում բավական լուրջ համարվող, որոնք Հայաստանին ի վերջո օգուտ չեն բերում, այն հարկերը, այն կոպեկները, որ վճարում։ Նայեք ինչու է այդքան հարուստ Նորվեգիան, ինչու է այդքան հարուստ Քուվեյթը, Կատարը, որովհետև իրենք ազգային հիմնադրամների մեջ են կուտակում այդ փողերը, այլ ոչ թե տալիս են Սոկոլովի կամ Օրլովի կամ չգիտեմ ում։ Հիմա մենք արդեն ոչ թե հումքն ենք տալիս այդ մարդկանց, ոչ թե մեր գազի երկաթուղու տնօրինությունը, այլ մեր միակ աշխարհաքաղաքական գանձի Իրանի հետ սահմանը, Սյունիքը, որովհետև մենք չենք կարող պատկերացնել, ավելի ճիշտ կարող ենք պատկերացնել, ինչ կարող է անել մասնավոր ֆիրման, որի զինված ջոկատները չեն վերահսկվում հայկական բանակի կողմից։ Եվ ով է անցնում, ինչ է լինում, ինչ է որքանով է սուվերենությունը, որը գրված է իրականացվելու թրիպով, մենք չգիտենք, ավելի ճիշտ գիտենք։ Իրենք ուղիղ ասում են, սա Թուրանի ճանապարհ է։ Այսինքն սա ռուս-թուրքական տեսնում եք։ Սա ռուս-թուրքական է, իմիջիալոց թուրքերը հեռանկարային ծրագրի, որից ռուսները հեռանալու են, բայց դա թողնելու են թուրքերին, Ադրբեջանին եւ Թուրքիային։ Դա է վտանգը։ Բայց այստեղ Ամերիկա էլ կա, Միացյալ Նահանգները։ Ամերիկան կա հիմա, ամերիկյան է այդ ընկերությունը։ Սիրելիներս, ես հիմա միայն ձեզ չեմ դիմում։ Միացյալ Նահանգները դուրս են բերում զորքերը Եվրոպայից, Գերմանիայից, Ռամշտայնից, Լեհաստան, էլ որն ասեմ։ Մի գեղեցիկ օրել այստեղից դուրս կբերեն։ Միթե մենք լուրջ մտածում եք, որ եթե նրանք ծրագրից դուրս Կանադային են հակադրվում, Բրիտանիային, Իսպանիային, Գերմանիային, իրանք հավատարիմ կմնան Հայաստանին։ Դուք լուրջ եք այդպես մտածում։ Այ դա է պատճառը, որ Հայաստանը իր ռազմավարական տեսլականներով 112-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը 5-րդ։ Ես պարզապես այս օրինակները բերեցի բացատրելու համար, ինչու է այդ սանդղակը այսպեսին։ Շնորհակալ եմ պարոն Խզմալյան, գովազդ հայտարարենք եթերում, գովազդից հետո վերադառնում ենք, խոսում ենք Իսրայելի այդ հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված հարցի մասին։ Մենք էլ չհասկացանք, ինչու կառավարությունը առաջարկեց, հետո ինչու նույն կառավարությունը հետ կանչեց, չէ՞, Նետանյահուն հետ կանչեց Քնեսետից այդ օրինագիծը։ Մնացեք մեզ հետ, սիրելի բարեկամներ, գովազդ է եթերում եւ կվերադառնանք, կշարունակենք զրույցը պարոն Տիգրան Խզմալյանի հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։
Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի հետ։ Եվ այսպես, պարոն Խզմալյան, Իսրայելի կառավարությունը հետ կանչեց խորհրդարանից Հայոց ցեղասպանության ճանաչման իրենց իսկ պատրաստված օրինագիծը, լրահոսերում տարածվում է իսրայելական լրատվամիջոցների հաղորդումը այն մասին, որ դա արվեց Ադրբեջանի ճնշման տակ։ Այստեղ մենք խոսում ենք Triplos-ի մասին, Ադրբեջանի ճնշման տակ, այնտեղ խոսում ենք Իսրայելի կառավարության, ուրեմն իր ձեռքով ընդունած որոշումը հետ կանչել Ադրբեջանի, ինչ է տեղի ունենում։ Տեղի ունենում կարևորագույն մի գործընթաց 25 թվականի աշնանը Երուսաղեմը ընդունեց դարակազմիկ եւ մեզ համար անչափ կարևոր մի որոշում։ Ես մեր խոսակցության նախորդ մասում ակնարկեցի, որ Իսրայելում համարում են, որ Իրանի հարցը հիմնականում լուծված է, այսինքն Իրանի այս ռեժիմը թուլացած է, սպանված են բոլոր ռազմական, քաղաքական ղեկավարները եւ ռեժիմի անկումը անխուսափելի է։ Եվ իրենք առանց հապաղելու անցան երկրորդ կամ հաջորդ քայլին։ Հաջորդ քայլը դա իմ տեսակետը չէ, դա Իսրայելի Երուսաղեմի պաշտոնական տեսակետն է, որ տարածաշրջանի գլխավոր ախոյանը Իսրայելի եւ դեմոկրատական Եվրոպայի ու Ամերիկայի համար դա Թուրքիան է։ Արտգործնախարար Գիդեոն Սաարը համեմատեց Թուրքիային կկվի ձագի հետ, որը նստած է ՆԱՏՕ-ի բնի մեջ եւ որին այնտեղից պետք է հեռացնել, այսինքն վտանգավոր օտարածին մի կառույց կամ երևույթ, Իսրայելը ուղիղ փաստորեն նշանակեց Թուրքիային իր հաջորդ գլխավոր թշնամի եւ բավական հանգամանալից բացատրում է, որ Թուրքիան եղբայր մուսուլմաններին է աջակցել, Համասին,
եւ այլն եւ այլն։ Հիմա հասկանալի է նախ եւ առաջ, որ Իսրայելը նոր չի հասկացել այդ ամենը, բայց փոխվել է քաղաքական իրավիճակը եւ հիմա Իսրայելը որոշել է տարածաշրջանում ստեղծել նոր դաշինք եւ շատ հետաքրքիր ձևաչափ ընտրեց Նետանյահուն, ասեց մենք պետք է ստեղծենք տարածաշրջանի բնիկ ազգերի դաշինք եւ դիմեց հույներին ու դիմեց նաեւ հայերին։ Հույները անմիջապես համաձայնվեցին եւ Կիպրոսը, Աթենքը ու Նիկոսիան տվեցին իրենց համաձայնությունը, այսինքն մենք տեսնում ենք ոչ թե 3 պետություններ այստեղ կամ 2 ազգեր, հрьяաներ եւ հույներ։ Հрьяաների ետևում կանգնած է Միացյալ Նահանգները։ Հույների ետևում կանգնած է Եվրոպական միությունը։ Այսինքն մենք տեսնում ենք շատ հետաքրքիր մի նոր ձևաչափ, որը ուղիղ վերաբերվում է մեր տարածաշրջանին եւ ուղիղ սպառնում է մեր պատմական ախոյան Թուրքիային եւ հետեւաբար նաեւ Ադրբեջանին։ Եվ ինչպիսի դիրքորոշում պետք է ընդունի այստեղ Հայաստանը։ Ես չեմ ասում, որ մենք շալվարը հանած պետք է վազենք առաջին իսկ շվացնողի ետևից կանչով ոչ, բայց մենք պետք է հասկանանք ինչ է կատարվում։ Եվ այստեղ ոչ թե իշխանությունների կարճաժամկետ շահերը, այլ ազգի պետության երկարաժամկետ շահերն են կարևոր։ Եթե մենք տեսնում ենք, որ Եվրոպան, Միացյալ Նահանգները, Իսրայելը, իսկ Իսրայելի դերը թերագնահատել անհնար է, ու Հունաստանը, Կիպրոսի հետ միավորվում են ինչ-որ մի նոր ձևաչափում, մենք պետք է հասկանանք, որտեղ է Հայաստանի տեղը։ Արդյոք մենք այնտեղ պետք է լինենք, որովհետև եթե մենք այնտեղ չենք, մենք չեզոք դիրքում չենք կարող մնալ։ Եվ տվյալ դեպքում, ինչու Նետանյահուն հռչարկեց կառավարության եւ կառավարությունը ընդունեց հայոց ցեղասպանությունը, պարզապես խորհրդարանը պետք է այն վավերացնի։ Եվ իհարկե Բաքվի արձագանքը չէ, որ կանգնեցրել է Նետանյահուն։ Նետանյահուն վիճում է Թրամփի հետ։ Նրան Ալիևի հետ վիճել բոլորովին էլ սարսափելի չէ։ Չէ, նա պարզապես շատ լավ հասկանում էր, որ ով է դեմ լինելու, բայց Նետանյահուն տեսավ, որ երրորդ անգամ նրա փորձերը 2 փորձ 25 թվականին եւ 1 փորձ 26 թվականին մերձենալու Երևանի հետ անցան անպտուղ։ Այսինքն դա դուք Երևանին մերձենալու ուղի եք տեսնում եք ճանաչումը որպես։ Իհարկե։ Նախ Նետանյահուն դեռ 25 թվականին ռադիո հաղորդման մեջ հայտարարեց, որ ինքը պատրաստ է ճանաչել ցեղասպանությունը, որովհետև ցեղասպանություն ապրած աստվածաշնչյան ժողովրդի համար, հрьяաների համար, ճանաչել հայոց ցեղասպանությունը դա հենց այդպես չէ։ Այո, դա իրենց ազգի համար է, իրենց պետության համար է, ոչ միայն, տեսեք, հрьяաների տեսեք, Իսրայելի ստեղծումը հիմնված է որպես երևույթ Շոայի, այսինքն հոլոկոստի երևույթի վրա։ Իսրայելը ստեղծվեց, որովհետև եվրոպական հрьяաները ոչնչացված էին եւ դուրս էին մղված։ 40 թվականին դա Բրիտանիայի մանդատն էր։ Հայոց ցեղասպանությունը այդ առումով ընդունելով իրենք ոչ թե պարզապես հայ դուք եք ջարդի զոհ եղել, ոչ, դա նշանակում է, որ իրենք Հայաստանին ներառում են իրենց խորագույն գաղափարական մի դաշտի մեջ, իրենք առաջարկում են մեզ գաղափարական հոգևոր դաշինք, սա ավելին է, քան քաղաքական դաշինք, ցեղասպանությունը հрьяաների համար, դա հենց այդպես չէ, ինչպես մեզ մոտ չինովնիկը կգնա, պատվիրակության հետ ծաղիկ կդնի կամ չի գնա, հрьяաների համար դա անքննարկելի է։ Այսինքն հույներն են ցեղասպանության ենթարկվել հույներին, այդ տրվածքով, այդ տրամաբանության մեջ են առաջարկել։ Եվ այդ ամենը ուղղված է Թուրքիայի դեմ։ Հայաստանը որպես ցեղասպանություն ապրած ուրեմն։ Եվ տեսեք, վերջին շաբաթվա ընթացքում Եվրամիությունը 3 բանաձև է ընդունել հույների ցեղասպանության, հույների կանանց բռնաբանության դեմ 74 թվականի Կիպրոսի հենց նոր այսօր նոր բանաձև է ընդունված պահանջելով թուրքական զորքերի հեռացումը Կիպրոսից եւ եւս մի բանաձև հայոց ցեղասպանությունը ժխտելու դեմ եւ այդ ամենը արվել էր այն օրերին, երբ որ Անկարայում Թուրքիայում անցնում էր ՆԱՏՕ-ի նիստը վեաժողով, այսինքն այդ ամենը
ցուցադրաբար էր արվում եւ իհարկե իսրայելական լոբին այդ ամենի ետևում կար այսինքն Նետանյահուն տեսնում է որ Երևանը չի հասկանում կամ այլ կերպ է մեկնաբանում Իսրայելի տեսլականը աշխարհակահաղական առաջարկը եւ երրորդ անգամ առաջարկը անելուց եւ մերժում ստանալուց հետո Նետանյահուն ասում է հանում ենք այդ հարցը օրակարգից Պաստորեն Երևանը գերադասում է Անկարայի եւ Բաքվի հետ մնալ, այլ ոչ թե գնալ Աթենքի, Երուսաղեմի, հետեւաբար Բրյուսելի եւ Վաշինգտոնի դաշտ։ Սա է կատարվել եւ այն որ այդ մասին չի խոսվում, դա չի քննարկվում, որ մենք դրա փոխարեն քննարկում ենք ցավոք սրտի սատկած առյուծին եւս ինչ որ մի խանութ, որը վերցրեցին կամ չեն վերցրել գործարան կամ դա ցույց է տալիս, որ մենք անմեղսունակ ենք եւ այդ ամենը տեսնում են դրսում։ Ահա որն է խնդիրը հիմա։ Ես փորձեցի պատասխանել ձեր հարցին Տիկին Այսինքն Հայաստանը ինքը գրքին կամ չի հասկացել առաջարկը, դուք համարում եք, որ սա առաջարկ էր։ Այո, իհարկե։ Հայաստանին ուղղված առաջարկ էր։ Ընդ որում դա գիտեք, այն առաջարկն է, որ չընդունեց այդ մաֆիայի մասին ֆիլմերում ասում են մենք անում ենք առաջարկ, որը դու չես կարող մերժել։ Այդ առաջարկը չի կարելի մերժել։ Չի կարելի։ Հայաստանը մերժեց այդ։ Հայաստանը մերժեց։ Ավելի ճիշտ ոչ թե Հայաստանը, Փաշինյանը մերժեց եւ մենք հիմա պետք է Փաշինյանին Ես դրա համար եմ առաջարկում շտաբ վերականգնել, վերակառուցել այդ արտախորհրդարանական, ժողովրդավարական ընդդիմության հետ խոսակցությունը, երկխոսությունը, որ մենք կարողանանք դա քննարկել, որովհետև խորհրդարանում նա բնականաբար կամ իր կուսակցությունում դա վեճ քննարկում, բանավեճ այնտեղ չի ստացվում, ես գիտեմ, նա ինքն էր Այսինքն հանուն հայ ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Այնտեղ Հայաստանը չասեց ոչ այդ ռուսական հետք ունեցող Սոկոլովին կամ Ռուսաստանի հետ ինչ որ առնչություն ունեցող Սոկոլովի նշանակումը չասեց ոչ եւ նորից հանուն հայ ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Իսրայելին ասեց ոչ Ես այլ կերպ կասեի Իսրայելի առաջարկը Եվրոպայի առաջարկները դրանք պետական քաղաքականություն են Տրիպի հետ կապված պատահական չէ, որ այնտեղ պետություն չի, այլ մասնավոր ընկերություն է։ Տրիպի հետ կապված բոլոր հարցերը մասնավոր են, կոմերցիոն են, օլիգարխիկ են, եւ երբ որ պետությունը փորձում է խաղալ օլիգարխների հետ, այն էլ մի կորպորացիա հետ, որը 14 տրիլիոն կարողություն ունի, ու որը չի ծառայում, որը չունի սահմանադրություն, որը պետություն չէ, որի մեջ կարող է լինել ցանկացած ազգի, ցանկացած շահերով մարդ։ Իրենք առաջնորդվում են միմիայն շահով, ֆինանսական շահերով։ Դա շատ վտանգավոր է մեր պետության համար, շատ։ Ահա ինչու պետք է ինստիտուցիոնալ որոշումներ կատարել։ Եվ Իսրայելը Եվրոպայի հետ մեզ առաջարկել են հենց ինստիտուցիոնալ որոշում։ Եվ հիմա իրենք աշխատում են, միևնույնն է իրենք անելու են այն ինչ անելու են։ Հենց այս օրերին Իսրայելը փաստորեն կարողացավ համոզել Թրամփին վերադառնալ Իրան եւ հասցնել գործը վերջ ավարտին։ Դուք կտեսնեք այդ ամենը։ Եվ որտեղ է այս ամեն ինչում Հայաստանը։ Հայաստանը խաղացող չի։ Պետք է խաղացող լիներ դեռ։ Հայաստանը պետք է խաղացող լինի ամեն ինչում, ինչ կատարվում է գոնե մեր տարածաշրջանում։ Անպայման չի զորք ուղարկել, ինչպես Հայաստանը զորախումբ էր ուղարկել Սիրիա։ Ինչպես է մասնակցությունը կամ ներկայությունը կամ չգիտեմ արձագանքը պատկերացնում։ Օրինակ, երբ որ Իսրայելը ճանաչում է հայոց ցեղասպանությունը, անմիջապես պետք է արձագանքել։ Անմիջապես պետք է հատուկ գործողություններ կատարել դիվանագիտական ոչ անպայման Ինչու չարեց ձեր գնահատմամբ որովհետև դրան դեմ է Թուրքիան, դրան դեմ է Ալիևը, հայ-թուրքական հարաբերությունները։ Նաև Իրանը, այո, փաստորեն այո։ Ես կասեի ավելի ճիշտ, Փաշինյանը ունի ցավոք սրտի ինչ որ կախվածություն Ալիևից եւ Էրդողանից, նա ստեղծել այնպիսի վիճակ, որ Ալիևը դեռևս կարողանում է սպառնալ պատերազմով եւ Փաշինյանը դա չի թաքցնում, չէ՞ որ նա ասում էր եւ հիմա էլ ասում սեպտեմբերին կլինի պատերազմ, եթե դուք մեզ չընտրեք։ Այսինքն եթե ինձ չընտրեք,
Նիկոլ Փաշինյանին։ Ալիևը սկսելու է պատերազմ։ Դա մենք մի կերպ ոնց որ թե անցանք։ Չէ, մենք չենք անցել, որովհետեւ մենք սահմանադրության հարցը դեռ չենք։ Ոչ միայն սահմանադրության, նաև անկլավների հարցը։ Նաև անկլավների։ Ու ես ասում եմ, միթե չկա ելք։ Միթե Եվրամիության անդամակցելը չի նշանակում փակել է թեման ընդմիշտ, որտեղ եվրոպական ոչ մի խորհրդարան կամ վեաժողով կամ Եվրոպական միություն թույլ չի տա, որ իր անդամ երկրից ինչ որ անկլավներ պոկեն, սահմանադրություն։ Հասկանալի է, բայց Փաշինյանը ասում է Եվրոմիությունը վաղը ես չեմ կարող, ինձ չի կարող ընդունել, ես ռեֆորմներ պետք է անեմ, ես անեմ տարիներ հետո, իսկ հարցերը դրված են այսօր եւ հիմա։ Ընդունել եւ հայտ տալ ընդունելու տարբեր բաներ են։ 1. Երկրորդը Փաշինյանը ցավոք սրտի անցյալ տարի համաձայնվեց Ալիևի կարևորագույն մի պահանջին եւ միասին նրանք պահանջեցին Մինսկի խմբի ծրումը։ Իսկ մեկ շաբաթ առաջ Շուշիում Ալիևը սենսացիոն բացահայտում արեց։ Նա ասաց, որ տարիներ շարունակ Մինսկի խումբը 3 համանախագահներով պահանջում էր, որ Ադրբեջանը համաձայնվի Լեռնային Ղարաբաղի մարզը Հայաստանի հետ միացմանը եւ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի մարզը, այլ նաեւ երկու շրջանները 5 կամ 7, այո եւ այլն։ Նա, այսինքն, բացահայտեց այն, ինչի մասին լռում էին կամ ինչի մասին ստում էին տասնամյակներով հայկական մեր ղեկավարները։ Իբրև թե արևմուտքը պահանջում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած ասում են, չէ, ոչ ոք թույլ չի տա Հայաստանին միացնել Ղարաբաղը։ Դա Լևոն Տեր-Պետրոսյանի տարիների կարգախոսն է։ Բայց մենք այդ բանակցությունները չգիտենք, դուք ասում եք սենսացիոն հայտարարություն, այդ 5 գումարած 2 եւ Արցախի հարցը, կարգավիճակի հարցը հետո։ Այդ Ալիևը արեց կարգավորման շատ հաճախ ճշմարտությունը ասում են թշնամիները, նա ասաց, որ փաստորեն եւ նա ստելու կարիք չունի։ Նա Ամերիկային եւ Ֆրանսիային Եվրոպային տվյալ դեպքում Ֆրանսիան համանախագահ էր, մեղադրեց նրանում, որ իրենք տարիներ շարունակ պայքարում էին Հայաստանի համար, Հայաստանի շահերի համար, Արցախը հայկական թողնելու համար։ Նա մի կեղծիկ արեց, ընդամենը մեկ կեղծիկ։ Նա ի թիվ այլ համանախագահների նշեց նաև Ռուսաստանին։ Այմ հարցս դա է, Ռուսաստանի դերը այդ ամբողջի մեջ ո՞րն է։ Ալիևը, քանի որ բոլոր այս տարիների, սկսած 2012 թվականից առնվազն 11-12 թվականից, երբ որ Ռուսաստանը ընդունեց ռազմավարական որոշում մերձենալու Թուրքիայի հետ եւ Ադրբեջանը այստեղ խիստ անհրաժեշտ էր, 11-12 թվականից հետո եւ հիշեցնեմ Մեդվեդևը այդ պահին նախագահ էր, մարտի 16-ին Մոսկովյան պայմանագրի 90-ամյակի օրը իրենք ընդունեցին Էրդողանին Կրեմլում, Պուտինը որպես վարչապետ եւ Մեդվեդևը որպես ժամանակավոր նախագահ, նրանք նվիրեցին Էրդողանին Մոսկովյան, այսինքն Հայաստանի վաճառքի մասին պայմանագրի բնօրինակը լուսանկարներով, այդ ամեն ինչ ինտերնետում կա, եւ դրանից հետո իրենք փաստորեն սկսեցին սաբոտաժի ենթարկել Մինսկի խումբը եւ քանդել դա, եւ Մինսկի խմբի քանդումը պահանջում էին Ադրբեջանը եւ Ռուսաստանը։ Եվրոպական դիտորդների հեռացումը Հայաստանից պահանջում էին Ալիևը եւ Պուտինը։ Այսինքն այստեղ ոչ մի գաղտնիք չկա։ Գաղտնիքը այն էր, որ այո, Ալիևը խոստովանեց Եվրամիությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախորդ ադմինիստրացիաները բոլորը պնդում էին, որ Արցախը պետք է լինի հայկական։ Ռուսաստանը եւս իմ հարցս դա էր։ Ռուսաստանը ինչ էր անում Ռուսաստանը այդ ժամանակ Մինսկի խմբի կազմում։ Ռուսաստանը ինչու այնուամենայնիվ Մինսկի խմբին չհաջողվեց գոնե այո ստանալ ինչ որ փաստաթղթի տակ Ադրբեջանի ստորագրությունը այնուամենայնիվ, որովհետև Ադրբեջանը 2011-12 թվականից ուներ Ռուսաստանից գաղտնի երաշխիք, որ Ռուսաստանը դա թույլ չի տա Մինսկի խմբին անել, ինչու, որովհետև Ռուսաստանը 2007 թվականի Պուտինի ճառով Մյունխենում հաստատեց, որ ուզում է վերականգնել Խորհրդային Միությունը։ Հաջորդ տարի 2008-ին այդ գործընթացը սկսվեց։ Ռուսաստանը արձակվեց
Վրաստանի վրա։ Հետո սկսվեցին այլ հարձակումներ, հետո տեղի ունեցավ Ղրիմի զավթումը 2014 թվականին։ 2013 թվականի սեպտեմբերին Հայաստանին դուրս հանեցին Սերժ Սարգսյանի օրոք, սեպտեմբերի 3-ին Եվրոասոցիացման գործընթացից։ 2016-ին Ռուսաստանը դրդեց Ադրբեջանին հարձակվել Հայաստանի վրա եւ դա քառօրյա պատերազմ էր։ 2020 թվականին Ռուսաստանը պատրաստեց Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմի, որովհետև պատրաստվում էր հարձակման Ուկրաինայի վրա եւ նրան պետք էր Ադրբեջան-Թուրքիա ցամաքային միջանցք եւ Արցախը դա այն գինն էր, որը դրա դիմաց պահանջում էր Ալիևը։ Այսինքն այս ամենի ավարտը մենք դրանով շրջան ենք փակում, մեզ բերում է Թրիպին։ Թրիպը սկզբից դա հենց այն պահանջն էր, որը այլ անունով դրվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ղազագրի մեջ FSB-ի վերահսկողության տակ կապ Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև։ Երբ որ Ադրբեջանը տեսավ, որ Ռուսաստանին չի հաջողվել դա անել, որովհետև Եվրոպան եւ Ամերիկան թույլ չտվեցին շարունակել հարձակումը 2022 թվականի աշնանը Եվրամիությունը բերեց Հայաստան դիտորդներին, որոնք խանգարեցին, կանգնացրեցին Ադրբեջանի հարձակումները եւ փրկեցին հարյուրավոր, եթե ոչ հազարավոր կյանքեր հայ զինվորների։ Դրանից հետո Ադրբեջանը արագ փորձեց գտնել այլ ելք, Թուրքիա եւ միգուցե նաեւ Իսրայելի խորհրդով դիմեց վերընտրված Թրամփին եւ ահա ինչու 25 թվականին գեղեցիկ կարգախոսների Թրիպի անվան խաղաղության ճանապարհ եւ այլն իրենք հասան նրան, որ Թրիպում իր ոտքը դրեց Միացյալ Նահանգները, սակայն քանի որ դա ռուսական նախագիծ էր, ռուսները մինչև վերջ աշխատեցին եւ ահա ինչու Թրիպի նոր գործադիր տնօրենը հարմար է եւ ռուսներին եւ ամերիկացիներին եւ ադրբեջանցիներին։ Հարցը որքանով է նա հարմար Հայաստանին։ Մի մարդ, որը Հայաստանում արդեն ունի թեղուտ, բջջային կապեր, հեռախոսներ, համակարգիչներ եւ այլն եւ այլն։ Սա շատ մեծ հարց է։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, պարոն Խզմալյան։ Խնդրեմ։ Շնորհակալություն սիրելի բարեկամներ, հարցերը մնացին։ Հաղորդման ավարտին ավելի շատ հարց մնաց օդում, ոչ թե չբացատրված, այլ առաջացան հարցեր, որոնց պատասխանները մենք կտեսնենք երևի։ Որովհետև հարցերի պատասխանները մեր կյանքի ընթացքում կտեսնենք, պետք է տրվեն հասարակական երկխոսության միջոցով, այլ ոչ թե մեկ-երկու մարդկանց շատ հաճախ սխալ որոշումների արդյունքում։ Ահա ինչու ես պնդում եմ, որ Հայաստանում պետք է վերականգնել երկխոսություն քաղաքական։ Դուք ասում եք սխալ, բայց նախորդիվ ասացիք շահագրգիռ որոշում, այսինքն այդ որոշման տակ ինչ որ այլ անձնական շահագրգռվածության մասին էիք դա չի էականը, ազգային շահերը վեր են ամեն ինչից եւ ես վստահ եմ, որ մենք ինչպես առաջ նորից կկարողանանք համոզել անել ճիշտ բանը։ Մենք արեցինք դա ոչ թե ստիպելով, այլ առաջարկելով եւ հասնելով նրան, որ ընդունվեց Հայաստանի եվրոինտեգրման, եվրոպական միության անդամակցելու օրենքը, այն չի գործում, բայց մենք արեցինք այդ օրենքը, մենք կկարողանանք համոզել, որ մենք նորից ճիշտ ենք, իսկ դուք լսեք մեզ, գոնե հիմա։ Շնորհակալություն, մեր հյուրն էր Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ, զրույցը վարում էր Գայանե Առաքելյանը, բարի գնացես։